Այսպիսի ոչ մեկը մեդալ չունի, ոչ մեկը հայնական պատերազմի 80 վախտանակի 80-ամյակի մեդալ մինչ հիմա չեն ստացել։ Ով պետք է տա, պարոն Եսայան չեն։ Կառավարությունը, ով պետք է տա, կառավարությունը Հայաստան։ Իրենք առավոտ ժամը 9-ին եկան եւ առաջ Դա չեմ ասում, մեդալներ հանրապետությունները ստացել են բացի Հայաստանը։ Պատճառը գիտեմ։ Եկել են տոնական օր է 80-ամյակ, մեդալը չեն ստացել։ Դա ինչ իմաստ ունի դա։ Իդեպ նախորդ Հետո առանց վետերանի, առանց մեզ տեղակ պահելու 9-ին ով է սկսել։ Կյանքում ժամը 9-ին ոչ մի անգամ չի եղել նման երևույթ։ Ժամը 11-ին։ Վետերանը ոնց կարող է ժամը 7-ին վեր կենա գա 9-ին հասնի ստեղ։ գուցե հատուկ են արել, որ արագ անեն ձեզ չհանդիպեն գնան։ Ես չգիտեմ, այդ մեկը չեմ կարող։ Որտեւ ես հիշում եմ նախորդ տարիներին այստեղ շատ մեծ շուկով էր նշվում, պարոն Եսայան, բացի բազմաթիվ վետերաններից նաև վրաններ էին զինվորական, շատ անկազմակերպ է։ ճաշ էր զինվորական տրվում այստեղ։ Զինվորական ճաշ կա, ճաշարան կար, կազմակերպված, առաջ գնում էին հայնական պատերազմի վետերանները։ Այստեղ առաջին դերում հայնական մեծ պատերազմի վետերանն է։ Հայրենական մեծ նա պետք է առաջինը ծաղիկներ դնի, նոր կառավարության անդամները, նոր դեպուտատները եւ այլ։ 104 տարեկան է հանրապետության ամենատարեց վետերանը, 104 տարեկան։ Պապը։ Այո, 21 թիվ է։ Ոնց երեք Ֆրանսիայի դեսպանը նրան պարգևատրել է հատուկ շքանշանով։ Իսկ մենք եկել ենք հիմա արևի տակ եւ այսպիսի անկազմակերպ երևույթ։ Հիմա մենք կառավարություն ձեզ հետ այս առումով չի համագործակցում, չեն դիմել, զանգել կամ դուք Առաջի զանգել։ դեպքն է որ չեն զանգել, որ ժամին, ինչպես եւ այլն, ոչ մի։ Իդեպ այսօր ճիշտ է, առաջինը նշվում է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, դուք էլ նաև վետերանների միությունն եք ներկայացնում, նախագահն եք, այո, բայց նաև եռատոն է, հա, մեզ համար, մեր սրտում նաև Շուշի ազատագրման օրն է, Արցախյան բանակի ստեղծման։ Ես խոնարհվում եմ բոլոր պատերազմների, թե հայրենական մեծ պատերազմի, թե Ախյան գոյամարտի բոլոր վետերանների պատվով պարծենում եմ եւ խոնարհվում եմ բոլոր շիրիմների անհայտ ու հայտնի շիրիմների առաջ, բայց ուղղակի վրդոված եմ, որպես այսպիսի կազմակերպ եղավ 80-ամյակը։ Դա է, շնորհավորում եմ բոլորին հաղթանակի 80-ամյակի առթիվ, անկախ նրանից այսօր այստեղ է, թե այստեղ չի, բոլորին շնորհավորում եմ, դա համաժողովրդական տոն է, իսկ հայ ժողովուրդը հսկայական ներդրում ունի այդ հաղթանակի ձեռքբերման գործում, հսկայածավալ, ոչ մի ազգ, բացի Բելառուսիան, Ռուսաստանը, մենք համարյա գնում ենք 3-րդ տեղում, հսկայածավալ ներդրում ունի, եւ այսպես հարգել նրանց հիշատակը, Փառք Աստծո, այսօր 30 վետերան դեռ ոտքի վրա են, դեռ կան, կենթանի են, ու քանի դեռ վերջին վետերանը կա, պատերազմը չի ավարտվել։ Շնորհակալ ենք ձեզ եւ շնորհավորում ենք։